Պարոն Մկրտչյան, շատ կապված չի, բայց պետհամարանիշների հետ կապված։ Համատարած բնույթ է կրում օպերատիվ համարանիշներով, պետում ազգային ժողովի պատգամավորներ, տարբեր անձիկ օպերատիվ համարանիշներով շրջում են։ Ընդհանրապես ո՞նց է կանոնակարգում։ Ես որպես ազգային ժողովի պատգամավոր օրինակ կարող եմ դիմել օպերատիվ համարներով, թե մեքենա չունեմ, բայց տեղադրեմ մեքենայի վրա օպերատիվ համարանիշներ։ Ես իշքան գիտեմ, ես մի փոքր իսակ պատասխանի, եթե ինչ-որ խնդիրներ կան, որ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ լինի ցանկացած մարդու օպերատիվ համարներով լինել պաշտպանված, դա կարող է քննարկվել։ Ազգային ժողովի պատգամավորի ինչ օպերատիվ աշխատանք պետք է իրականացնի։ Ես չգիտեմ, ես ասում եմ կարող է ինչ-որ վտանգներ կան, այդպիսի համարների հետ կապված քննարկում եղել է, ես չեմ ուզում հիմա այդ քննարկմանը բանանենք, բայց այդպիսի դեպքեր էլ կան, բայց խնդրեմ պարոն Մկրտչյան, պատասխանեք։ Ես գիտեմ, որ հիմա օպերատիվ համարների հետ կապված որոշում ունեք, խնդրեմ։ Պարոն Մարկյան, շնորհակալ եմ հարցի համար, ոլորտը եւս օրենսդրական լուծումների կարիք ունի եւ քննարկումներ տեղի են ունենում այդ մասով, եթե անկեղծ ես այս պահին գոնե տեղեկացված չեմ դրանք օպերատիվ համարներ ում են տրամադրված եւ մասնավորապես ազգային ժողովի պատգամավորների մասով եւ չեմ կարող ձեր այդ հարցին պատասխանել, կարող եք գրավոր դիմել, մենք մասնագիտացված ծառայությունում քննարկենք եւ ձեզ կպատասխանենք։ Ուրիշ Շատ լավ, երկրորդ հարցը օրերս տեսանյութ տարածվեց համացանցում, երբ որ բարեկային ծառայության աշխատողները հարձակում են քաղաքացու վրա, իհարկե ոստիկանները պատճառաբանում են, թե հայվել է քաղաքացին հերքել էր եւ նշել էր, որ շտապում էր իր պապիկի թաղմանը եւ զուգահեռ բռնի ուժ կիրառելու զուգահեռ պարեկները նույն ձևի կոպիտ վերաբերմունք են ցուցաբերում այդ ամենը չնկարանող մեկ այլ քաղաքացու նկատմամբ, որը որևէ ձև արգելված չի։ Այս դեպքի հետ կապված, որտեղ աղմուկը նաեւ շատ էր, որևէ ծառայողական քննություն կամ որևէ քննարկում իրականացվել է ոստիկանությունում, թե ոչ։ Շնորհակալ եմ, պարոն Մարկյան, խոսքը վերաբերվում է պետական արարողակարգով նախատեսված ավտոշարասյան ուղեկցման ժամանակ, հա, երբ որ իհարկե ձայն չի լսվում այդ դեպքի մասին։ Հա, այդ դեպքի մասին իրականում այդ պետական արարողակարգը, որ ասում եք, առավոտվան գիշեր Երևանում պետական արարողակարգը, որ տասնյակ փողոցներ փակվում են, որ Նիկոլ Փաշինյանի շարասյունը գնա գա, այդ է եղել պետական արարողակարգը։ Եթե չեմ սխալվում, կոնկրետ այդ դեպքում այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյա էր անցնում եւ պարոն Մանուկյան, սա նախատեսվածավորենքով եւ ոնց եք պատկերացնում, երբ որ այդ ժամանակները որոշակի սահմանափակումներ չիրականացվեն ոստիկանության կողմից, մասնավորապես այդ դեպքով ես տեղյակ եմ, որ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում ուսումնասիրություններ են իրականացվում, բայց նաեւ գիտեմ, որ տվյալ վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքով նախատեսված, եթե չեմ սխալվում, օրինական պահանջը չկատարելու հատկանիշներով։ Արդյունքների մասին այս բանը չեմ կարող ասել, լրացուցիչ կհայտնենք։